Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի մարդիկ, ուրեմն այսօր շատ ահավոր տենց ծառնամ բեռնված եմ եղել, կարելի ասած, տենց ժամանակ է չեղել, որ սենց մտնեմ Facebook, մի հատ թերթենք հասկանանք ինչա կատարվում, իրոք անկեղծորեն եմ ասում, քիչ առաջ սենց համանցանցը թերթելուց, տեսա ինչ-որ մի հատ ձայնագրություն, ասել եմ լսեմ տնանք ես ինչ ձայնագրություն է, միացրի ինչ-որ մի հատ, չգիտեմ, ըստ ինձ, ինչ-որ մի հատ թափթափված 10 ովչիկ, ինչ-որ մեկի հետ խոսակցություն անենում, Մոսկվա բնակ այդ կալուգացի օլիգարխի, օտարի 10 ովչիկի, ինչ-որ մի հատ 10 ովչիկ, ինչ-որ մեկի հետ խոսում է, ասում է, ինչ-որ, ինչ էր ասում, ասում է ինչ-որ գողերը քֆուր են դրել, ով պետք է քփը ընտրի, ու դե տու, այսինքն, ինչ է ասում է, գողերը քֆուր են դրել, ով քփը ընտրի, ուրեմն իրանց վրա գողերը քֆուր են դրել, ես չգիտեմ այդ 10 ովչիկով է այդ խոսացողը, ասենք ես չեմ էլ ուզում իմանամ, բայց պատկերացնում եմ ով է, ասենք Մոսկվա բնակ օլիգարխի, կալուգացի օլիգարխի, օտարի 10 ովչիկը իր ապրածովով պետք լինի, ով պետք լինի այդ ազնվորությունը, ու այդ տեսակի, այդ որակի ապրածը ես դնեմ կասկածի տակ ու գցեմ ոտքերիս տակ, արա գիտեք ինչ, դուք ձեր չափուսամանները մի անցեք, այդ մենք հասկանում ենք որ դուք ահավոր առթավորվել եք, անցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորներից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է, որ ձեր տեսակի սամասուտ չանենք ձեր սեփական հայաթներում, դուք դա լավ գիտեք, ու դուք նաև լավ գիտեք, որ ձեր տեսակին սամասուտ անենք կարա, որ ձեր տեսակին գցենք մեր ոտքերի տակ, մենք պատժվելու ենք, դուք այդ ամեն ինչը շատ լավ գիտեք, դուք ավելին գիտեք, դուք գիտեք, որ երկրի իրական Հայաստանի իրական առաջնորդի հայ մարդու սեփական ընտրության խոսքը հորդորները այնքան արժեք ունեն մեր մոտ, անձապի մոտ ու 100 հազարավոր քաղաքացիների մոտ, որ մենք չենք կարա մեզ թույլ տանք այդ հորդորների վրայից թռնենք։ Դուք այդ ամեն ինչ իմանալով, այդ 10 ովչիկ լակոտներ, մտել եք սենց համարձակ տղու կերպարների մեջ, ձեզ խուլիգան լակոտի նման պահելով, ձեր փողոցներում կուրաժիտ եք կլնում, իանում ինչա, ուզում եք մարդկացը, ասեք տեսեք մենք կանք, են վաղտեն ենք եղել 10 ովչիկ, հիմա ենք եղել 10 ովչիկ, կարում ենք շարժանենք, հա, կարում ենք խուլիգանավարի մարդկանց վրա հարցակվենք, նախ իրավապահ մարմինները ձեր այդ հանտի տեսակով պետք է զբաղվի վարքյան առաջ, Հայաստանի Հանրապետության իրավական ինստիտուտը պետք է թույլ չտա մեզ որևէ մեկից, որ որևէ մի այդ փանթի, այդ 10 ովչիկ տեսակի համար դառնանք, ես չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործեմ, պետք է թույլ չտա, որ այդ փանթի 10 ովչիկ տեսակի համար մենք գնանք ինչ-որ մի քանի տարի Հայաստանի Հանրապետության Քերակողոտական հիմնարկների ինչ-որ մի խցերում նստենք, դա պետք է թույլ չտա իրավապահ ինստիտուտը թույլ չի տա, որովհետև իրավապահ ինստիտուտը վարքյան առաջ ձեր այդ փնթի տեսակով կզբաղվի, ու դուք կստանաք իրավական գնահատակը, որևէ մեկը չկասկածեք այդ փնթիներ։ Իսկ թե գողերը ինչ են ասել ձեզ, ինչ չեն ասել, թե գողերը ինչ քֆուր են դրել, որ դու ինձ հեռախոսով խոսում ես, որովհետև արդեն դուք գողերին կգնաք պատասխան կտաք։ Գնանք գողերին պատասխան կտակ, որ իրա ծանոնից խոսում եք, չգիտեմ, դա արդեն ձեր խնդիրն է, իրանց պատասխան կտանք, ես ուղիղ հստակ մի բան եմ ասում, ուրեմն լսեն բոլոր ուշադիր, ես վարչապետ ընտրող ՀՀ քաղաքացի եմ և հպարտ եմ դրանով, ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող ՀՀ քաղաքացի եմ և հպարտ եմ դրանով, բոլոր նրանք, ովքեր կարող են, բոլոր նրանք, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքացիներին, ընտրող քաղաքացիներին հայհոյում են, ես բոլոր դրանց սրբությունները գցեմ ոտքերիս տակ, բոլոր դրանց սրբությունների վրայով քայլեմ ես, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, բոլոր նրանք, ովքեր վարչապետ ընտրող, վարչապետ սատարող քաղաքացիներին հայհոյում են, ես բոլոր այդ տեսակի սրբություններին գցեմ ոտքերիս տակ և քայլեմ իրանց սրբությունների վրայով, քայլեմ իրանց ապրածի վրայով, բոլոր նրանք, ովքեր կարան իրանց թույլ տան, վարչապետ ընտրող քաղաքացու վրով, ով վարչապետ ընտրի, քֆուրը ֆրսնի, բոլոր այդ տեսակի ապրածի վրայով քայլեմ ես, ով
Վարչապետ ընտրող քաղաքացու, որով կարա քֆուլ վրտնի, ես այդ տեսակի սրբությունը գցեմ ոտքերիս տակ եւ քայլեմ իր սրբության վրայով։ Այսքանից հետո ինքնասիրություն ունեցող մարդը պետք է ընդամենը իր համոզ կյանքով վերջ դնի իր տասոցի կյանքին։ Տեղավորվեք այսքանով, ու ես հորդորում եմ այդ տասոցիկ տեսակին, ձեզ չտնեք կինոյի տղուտեղը ու չփորձեք ես պետությունում թափրտակ այդ տասոցիկներ։ Բոլոր նրանք ովքեր կասնեն կարմիր գծերը, քաղաքակիրթ մակարդակով ես ցավակցում եմ իրենց ընտանիքի անդամներին։ Բոլոր նրանք ովքեր կասնեն կարմիր գծերը, իրենց համար շատ ցավոտ է լինելու եւ քաղաքակիրթ մակարդակով ես հիմիկվանից ցավակցում եմ իրենց ընտանիքի անդամներին։ Եվ այս փանթի տասոցիկ տեսակը վարկյան առաջ պետք է իրավապահ ինստիտուտի ուշադրությունը գրավի եւ արժանանա իրավապահ ինստիտուտի իրավապահ գնահատականին։ Տեղները գտեք, այդ թուլեք, այդ չապրածներ, այդ ձեր տեսակի ապրածը ես դնում եմ կասկածի տակ ու ձեր տեսակի ապրածի վրայով քայլեմ ես։ Հանգիստ պահեք ձեզ, գյադեք, չափները չանցեք, անհամբեր սպասեք հունիսի 7-ին, այդ կիլլերների տասոցիկներ, անհամբեր սպասեք հունիսի 7-ին, որովհետև հունիսի 7-ին տասնյակ տարիներով հայ մարդու սպասված քաղաքակիրթ մակարդակով վրեժի իրագործման ժամանակն է, որովհետև հունիսի 7-ին հայ մարդը տասնյակ տարիներով սպասված վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելու է կիլլերներից, սրանց լինելությունը, գործունեությունը, ոռնոցները, հաճոցները վերջնականապես կասեցնելու եւ ոչնչացնելու է իրական Հայաստանի Հանրապետությունում։ Հանգիստ պայք ձեզ, թուլեք, գյադեք, սիրելի մարդիկ, ներողություն եմ խնդրում, ոչ կոռեկտ բարեր նախադասություններ արտահայտվելու համար, ուղղակի այս տեսակին արձագանքելու էլ ձև չկա, բան են խոսում, ես իմ ասելիքս հստակ եւ պատասխանատու ասեցի, բոլոր նրանք, ովքեր վարչապետ ընտրող քաղաքացուն, սատարող քաղաքացուն կարան հայհոյեն, ես իրանց սրբությունները, իրանց ապրածը, ես գցեմ իմ ոտքերից տակ եւ քայլեմ իրանց սրբությունների վրայով, դաժանաբար քայլեմ, ներողություն, եթե ինչ-որ ոչ կոռեկտ բառեր եմ օգտագործում, սիրելի մարդիկ, բայց այլ լեքսիկոնով, այս տեսակին եւ որակին անհնար է արձագանքելը։ Լավ եղեք, Աստծով ամեն ինչ լավ է լինելու։ Իսկ դուք այդ փանթիներ, այդ որ ձայնագրություն ես անում, քֆուն են դրել, համապատասխան տեղը, համապատասխան մարդկանց պատասխան կտաս, որ մարդկանց անունից ինչ-որ մեկի հետ երկու փանթիներով խոսում եք, մարդկանց անուն եք տալի, քֆուր են դրել է սենարել, կգնաք պատասխան կտակ ու կտակ, լավ եղեք, պինդ եղեք, մենք մեզնից ուժեղին չենք ճանաչում, ցանկություններ չունենք ճանաչելու ու ամեն ինչ լավ է լինելու, կեցե ազատ անկախ ինքնիշխան իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե հայ փոքրիկ հրաշ մեր բալիկները, որ ապրում եւ ապրելու են խաղաղ երջանիկ զարգացող իրական Հայաստանի Հանրապետությունում, լավ եղեք։